Այն անցնում է կայարաններով, որոնք մենք անվանում ենք առաջին դասարան, առաջին ուսուցիչ, առաջին տան։ Թվում է 3-4 տարի առաջ այս դռներից ներս մտան փոքրիկներ և չոտ քայլերով ու լայն բացված աչքերով։ Նրանց հայացքում անհայտի հանդեպ վախ կար, իսկ ձեռքերում ամուր սեղմված մայրիկի ափը։ Այդ ժամանակ նա նկատ հյուսեց իր թելերը։ Այսօր այս դահլիճում կանգնած են ոչ թե պարզապես երեխաներ, այլ մեր վաղվա օրը, մեր հույսն ու հենասյունը։ Մեր երեխաներն այսօր կհավաքեն խորհրդավոր արկը, վերջին ծանրոցը։ Նրանք զգուշությամբ մեջը կդնեն այն, ինչ երբեք չի կնքում ու վաճառ։ Հայոց հազարամյա մշակույթի շունչը, մայրենի լեզվի ջերմությունն ու հայրենիքի անդավաճան սերը։ Բայց ումից և ում են հասցեագրված այս ծանրոցը և ամենակարևորը ինչ են որոշել անել այս փոքրիկ հերոսները։ Հարգելի ներկաներ, եկեք մի պահ կտրվենք առօրյավազքից և ականջ դնենք նրանց խոստմանը բեմում։ Բեմում նրանք, ովքեր երբևէ մեր վաղվա օրը դիմավորել ջերմ ծափահարություններով։ Այսօր տոն է, մի քիչ թաղծոր, բայց լուսավոր ու արևոտ։ Բարև ընկերներ, կյանքի ճանապարհ, բարև հարազատ, օտար անծանոթ, բարև տիեզեր, կյանք մեր երազքով։ Բարև իմ գարուն, իմ սրտում ապրող ջերմ մի եղանակ, կյանք մեր կողքով։ Բարև այն մարդկանց, ում վստահորեն առանց կասկածի մեր կողքին են միշտ։ Բարև նաև ձեզ, ում չենք ճանաչում։ Ու այսպես էլի ջերմ բարևելու առիթներ շատ կան մարդկանց հարազատ
վար ողջին բոլոր ողջներին արևավար։ 4 տարի առաջ մի պայծառ առավոտ, երբ արևմուտք նոր էր սարը, մենք դպրոց մտանք քալերով երջոք ու բարևեցինք մեր այբենարանին։ Վայ ճիշտ է ասում, մի բարսակ է ինձ մեծ էր երևում։ Հիշում եք արդյոք այն պայուսակները, որ մեզից մեծ էին ծանր ու գունավոր, մեջքներս կորացած, աչքներս վախեցած, փնտրում էինք Մարիկին ամբողջի մեջ մորով։ Թվում էր թե դպրոցը մի մեծ խորաբարակ է, բայց ուսուցում էր խանգարում էր շարունակ։ Ոչ, մի հիշացրու, ես այնքան էի լացրին, ով ուսուցչու ես կարծես, թե ոտամս է ցավում։ Բա ինչ էր եղել, ատամը չէ։ Չէ, պարզապես մոռացել է, թե դասամիջոցի որ գրպանում եմ դրա բրդուճից։ Իսկ անամ դրա էլ ատամն աչքից բուրկ է երևում։ Այո, առաջին դասարանում մենք ենք վախենում դպրոցից, իսկ հիմա դպրոցն է վախենում մեր գրաֆիկից։ Մենք էլ փոքրիկ երեխաներ չենք, հարգելի ներկաներ, մենք լուրջ, կեզբաղված մարդիկ ենք, այնքան զբաղված, որ նույնիսկ խաղալու համար պետք է նախապես հետարգվել։ Չեք հավատում, դե նայեք ինքներդ։ Ռոբերտ, արի դարպաս կամենի։ Տիգրան, դուր դարում ես ապրում, ինչ գործնագործ։ Ես ռոբե հաշված գրաֆիկ ունեմ։ Ժամանակը փող է, թեկուզ ես փող չունեն, բայց ժամանակը հաստատ չունեն։ Բայց դասերը վերջացավ, ուր ես գնում։ Ուրեմն նայ, ժամը 2-ին մենթալ թվաբանություն
երեքանց կեզ ռոբոտաշինություն, որ մի այնպես ռոբոտ սարքեմ, որը տեղը դպրոց կգա։ Ժամը 5-ին ձյուդո, դե որ ռոբոտը չլսի հետը կռիվ ամեն։ Ուֆ, ջուր տվեք։ Մարիա, ինչ է պատահել, պատերազմից ես գալիս։ Ավելի վատ, 3 բարի էի, հետո անգլերենի, հետո գնացի նկարչության։ Այնքան հոգնած էի, որ ուսուցչիս նկարելու տեղ անգլերենի տարերն եմ նկարել։ Ուշադրություն, ուշադրություն, դպրոցական հանրապետության քաղաքացիներ, հոգնել եք երկար դասերից ու կարճ դասամիջոցներից, թե արդեն երազում եք, որ զարգը հնչի դասի սկզբից առաջ։ Ահա գալիս է ձեր թեկնածու, Կարեն, մարդ, որը ոչ միայն խոստանում է, այլև խոստանում է ու շատ մեծ։ Եթե ընտրեք Կարենի, դասերը կկրճատվեն այնքան, որ հազիվ հասցնեք մատյանը բացել։ Դասամիջոցները կերկրեն այնքան, որ Կարենի կլինի փոքրիկ արձակով հայտարարել։ Ամեն ուրբաթ պաղպաղակ, առանց մրսելեք դասախոսության։ Ճաշարանում միայն ձեր նախընտրած ուտելիքները, հրաժեշտ անհասկանալի ապուրներին, իսկ ֆիզկուլտուրան ամեն օր, որովհետև Կարենը հավատում է, բազելով խնդիրները փոքր են երևում։ Ուրեմն, մի թողեք, որ ձեր պարուսակի ծանրությունը ընտրի ձեր փոխարեն, քվեարկեք Կարենի օգտի։ Իսկ եթե խոստումները շատ լավ են թվում, դա արդեն նախընտրական կախարդանք է։ Երեխաներ, չմոռանաք, կգաք ինձ կքվեարկեք։ Տեսակ Կարենին, ես ասում եմ, չէ, մենք երեխա չենք, մենք բիզնեսմեն ենք, ես մենեջերիս, այսինքն տատիկիս, ասել եմ, որ կիրակի օրը ազատ ժամանակ հատկացնի։ Դե լավ է, կիրակի օրը կխաղանք։ Չէ, կիրակի օրը չեմ կարող, կիրակի օրը ես պիտի քնեմ, առավոտի ծիրիկում պլանավորել եմ, որ քնելու եմ։ Սպասեք, եկեք նայեմ իմ գրաֆիկը, այս շաբաթ զբաղված եմ, այն մի շաբաթ օլիմպիադա է, այն մի շաբաթ համեր, գտա։ 2045 թվականի մայիսի, երբ դպրոցն ավարտենք, համալսարանը ավարտենք, աշխատանքի ընդունենք, այդ ժամանակ հաստատ մի 10 րոպե կունենամ դրսում խաղալու։ Լավ, հասկացա, ես էլ գնաց պարապունք, թե ժամայրս կբարկանամ։ Դե հաջողություն, գործընկերներ, գնանք մեծանալու։ Ուշացա, ռոբոտիզնից շուտ հասա։ Ջացինը ման մեծացել
մի բասկիր, դիվարի ժպիտ ու հայացք չինչ։ Երբ մեր աչքերից արցունքը սրբվեց, և գրադախտակին առաջին ատառը գրվեց, մեր ուսուցչու ուսերն անսահման, դարձավ մեզ համար լուսավոր ճամփա։ Նայեք դուք հիմա, հայացքներս պարզ լուծել ենք արդեն ամեն մի բարդ հարց, Մաշտոցյան գրով զորու անպարտ քայլում ենք դեպի ապագան հպարտ։ Հիմա հպարտ ենք, քայլերս աստակ, գիտության լույսն է մեր ճամփապահում, մենք զավակ ենք քո, իմ այր Հայաստան, քո սուրբ պարտն ենք այսօր վերանում։ Ողջույն ուսորն է թռչում, իսկ այս ծառացը պետք է հասցնել ուղարկել։ Տատիկն ասաց, մի քիչ հայկական շունչ ուղարկել երեխուն, որ չմոռանա մեզ։ Դե տատիկի ուղարկած չին ու չամիշն արդեն դրեցինք, բուլբաներն ու քաղցրավենիքները տեղավորեցինք, կարծես թե վերջ լիքն է, կարող ենք փակելը։ Մոռանալու էի, գնացողները միշտ էլ մոռանում են։ Հենց տեսնեն այդտեղի փայլուն խաղալիքները, մեր փոշոտբակայելով կհիշեն։ Սպասեք, Մարիա, դու սխալ ես ասում։ Մարդ կարող է հացի համը մեկ օր մոռանալ, բայց իր մայրենի տառերը մոռանալու իրավունք չունի։ Եթե նա այնտեղ հայերեն չկարդա, չգրի, կամաց օտար կդառնա։ Այս գիրքը մեր տան բանալին է։ Եթե այն կորցնի, ապա էլ վերադարձի ճամփան չի գտնի։ Ես սա եմ դնում, որպեսզի ամեն անգամ բացելիս հիշի, որ ինքը Մաշտոցի թոռն է։ Իսկ ես Թումանյանի հեքիաթներն եմ բերել։ Այբենանով Արմենը հայերեն կկարդա, իսկ Թումանյանով կսովորի ազնիվ հայ մնալ։ Ուզում եմ, որ օվկիանոսից այն կողմն էլ նրա ականջի մեր ծառերի քամիշը շնջա։ Ու թող Թումանյան բաբիկի բարությունը միշտ իր հետ լինի։ Թող Արմենը կարդա ու հիշի, որ աշխարհի որ ծայրում էլ լինի, հայ ամենամեծ զենքը նրա արդար սիրտն է։ Այո, լեզում մերավորսն ասասան։ Օտար ապում հոգևոր մի Հայաստան։ Քարե պատը կարող է եւ խոնարհվել, բայց մեր գիրը ոչ ոք չի կարող քանդել։ Զենքն ու սուրը ժամանակից կժանգոտվեն, ուժեղներն էլ մի օր գուցե եւ պարտվեն, բայց հայոց գիրն ու տարրերը սրբազան կմնան մեզ հավերժ պահապան։ Վայրենին է այն հինավուրց խորարվածը, որով կանգուն պիտի մնա մեր հավատը, ով կուրանա հայոց լեզուն ու սուրբ բառը, կչորանա ինչպես հողից պոկված ծառը։ Ուրեմն տակ ես եկեք, մյուս տեսնարերի, որոնք միշտ հայ բանեն, ափերում օտարի, իսկ մենք այստեղ կշնացնենք հողը մայրենի, որ երկրած քեզ հայրենիքդ կգին ողջունի։ Բայց ինչ են գնում,
Ամեն օր մեկը պակասում է դասարանից։ Դուրը փակեցին ու գնացին։ Ասում են, լավ ապրելու համար ենք գնում։ Բա մենք այստեղ վատ ենք ապրում։ Ված չեք ապրում, նարեք, պարզապես ուրիշ տեղ արև ավելի պայծառ է։ Բայց մեր հողի բուրը ոչ մի տեղ չկա։ Սա եմ դնում, մեր բակի հողն է։ Թող բացի, հոտ քաշի ու հիշի, այս հողը միշտ իրեն սպասում է։ Ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, ախր ուշտեղ ջուրն էլ է օտար, ախր ուշտեղ հողն էլ է օտար։ Իմ Հայաստանը քարե ամրոց է, իմ Հայաստանը հինավուրց դպրոց է։ Արեգած ուսինանվել է պահում, չքնավ սևայն մեզ երկինք նշում։ Կառուցները դարերից կա այդ միածնի ծանրը հապատներ են։ Ամեն մի կար պատմություն են, որը տալի հայտավարտը։ Այս մի բոր հողում հայտնահապետն է, արդարության կաչն ու հաղթանակը նետն է։ Մեկնասերունդ եք ազատ ու անպահ, դարերի միջով քայլում եք հպա։ Այս հողում ոգին կա Սասնադավթի, արդար զորությունը մեր հավատի, նրա շիտակ սիրտն ու թուրքեծակին անպարտ են պահել երկիր հայրենին։ Իսկ այսօր փողը զրտում բերդ ուին, կանգնած է հպակ մերերը բունին, վարդագույն քաղաքմար Երևանը, ամբողջ հայության տակ օթևանը։ Թող աշխարհն ընկերցիկ թվա, շրքե ու անգին, բացած մի բուր հողն էր մեր կյանքն օգին։ Իմ հազարամյա երկիր հայոց, իմ երազն
Պարզապես ցավը շատ է։ Արմենը գնաց, բայց Շատայը չգնացին։ Նրանք մնացին հավերժ։ Եղբայր չգնաց Ամերիկա, նա գնաց սահման ու մնաց այնտեղ, որ հիմա կարողանանք այս արխիվը հավաքել։ Թող Արմենը նայի այս նկարին ու հիշի։ Այս հողը թանկ է, որովհետև դրա համար կյանք ենք տվել։ Հողը թողնել գնալ չի կարելի։ Նրանք չէ կարել, նրանք այս տիլուսն են դասել։ Նրանք ընկան, որ մենք անգում մնանք, նրանք լվեցին, որ մենք երկինք։ Եվ ուրեմն մեր երկը կհնչի հաղթական, իսկ մեր քայլերը կլինի անսասան։ Լավ, տղեր պետք չէ։ Մեր տղերքը մեզ վերևից են նայում ու հաստատ շփտում են, որովհետև տեսնում են դեռ հայ կյանքը շարունակվում է ու մեր այգիները նորից ծաղկում են։ Ես մեր ծանրոցի մեջ այս մեծ նուրն եմ դնում։ Հենց այսօր եմ քաղել պապիս այգուց։ Ինչու ես իրարել։ Որովհետև նուրը մենք ենք հայրս, ինչքան էլ աշխարհի կամիները մեզ փորձեն սրել, մենք մի կեղևիտակ ենք միասին պինդ ու անբաժան, եւ քանի դեռ պապերից տնկած այգիները բերք են տալիս, մեզ ոչ ոք չի հաղթի։ Ահա եւ վերջ։ Մեր հուշերն ու արմատները կճամփորդեն հեռու, որ տակացնեն օտար ափերում ապրող մեր ընկերներին։ Մենք ուղարկենք սաղ, բայց մենք մնում ենք այստեղ։ Գիտեք, ես չեմ եղել հեռացումների։ Ամեն մարդն իր ճամփան է, իր դժվարությունը, բայց իմ ճամփան այս քարից է սկսվում։ Եվ ես հենց այս քարով իմ երկրի, իմ պետության տունն եմ կառուցելու, ամուր անսասան տուն։ Իսկ ես այդպիսի բժիշկ եմ դառնալու, որ մեր երկրի վերքերը բուժեն, որ էլ ոչ մի հայ ապակինվելու կամ փրկություն գտնելու հույսով օտար դռներ չբախի, փրկությունը հենց այստեղ է լինելու։ Ես էլ դրել եմ իմ ուղին, ուսուցիչ եմ դառնալու, որ վաղվա սերնդին սովորացնեմ, ոչ միայն գրել ու կարդալ, այլև սիրել այս հողն այնպես, որ երբեք չլքեն այն, որ հայրենիքը դառնա ոչ թե օղարդիվար, այլ կենսակերպ։ Ուրեմն եկեք պայմանավորվենք, այս ծառոցը թող գնա հասնի օտարափեր, հայրենիքի կարոտը տանելով հեռացածներին, իսկ մենք կմնանք այստեղ, մեր հայրենի հողի վրա, որպես անփոթորում հույս։ Մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք շունչը մեր լեռան։ Մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք շունչը մեր լեռան։ Ուսուցիչներ մեզ սիրել, այսօր մենք փակում ենք չորրորդ դասարանի դուռը, բայց բացում ենք ապագայի դուռը։ Շնորհակալ ենք ձեզ, որ սովորեցիք սիրել հայրենիքը ոչ միայն խոսքով, այլև գործով և սրտով։ Մենք ձեր հույսի սերմերն ենք, որ պիտի ծլեն ու բզոր ծաղ դառնան հայոց հողում։ Ժողովուրդ, Արմենն է վիդեոզանգով սաղում, սպասեք միացնեմ։ Ալյո, երեխեք, լսում եք, ինձ մաման ասաց, որ ինձ համար ծանրոց եք հավաքում, հանկարծ չուղարկեք, իզուր պոստի վրա փող չծախսեք։ Բայց ինչու Արմեն, ինչ է պատահել, ուրիշ քաղաք եք տեղափոխվում։ Ոչ թե ուրիշ քաղաք, այլ տուն։ Երեխեք, մենք վերջնական հետ ենք գալիս Հայաստան։ Պապայի գործերն այստեղ ավարտվեցին։ Ճիշտ է, կարող ենք մնալ, բայց պապան ասաց հերիք է։ Փորձեցինք, բայց մեր տեղն էստեղ չի։ Մեր տունը այնտեղ փակված մնացել է։ Մաման էլ ամեն օր մեր հին բակի նկարներն էր նայում ու տխրում։ Իսկ ես ուղղակի ձեզ եմ շատ կարոտել ու մեր դպրոցը։ Տոմսերը արդեն առել ենք։ Ամսվա վերջ գալիս ենք։ Այնպես որ այդ ծանրոցը լավ պահեք, որ գամ միասին կբացենք։ Սպասեք ինձ։ Լսեցի, Արմենը գալիս է, իսկ մեր ծանրոց մնում է տան։ Ուրեմն թող բոլորն է հետ գնենք բագրը, բոլորին կդիմավորենք։ Որովհետև մեր տեղն այստեղ է, մեր գիտելիքն ու պաշարն այստեղ են պետք։ Մենք հայ ենք, ուննալու ենք, մեր տունը շենացնելու։ Մենք չենք գնալու, մենք շատանալու ենք, մենք չենք լացելու, մենք կառուցելու ենք։ Մենք չենք գնալու, մենք շատանալու ենք, մենք չենք լացելու, մենք կառուցելու ենք։ Մեր պապերի հողը մենք ենք շինացնելու, հզոր հայրենիք ու Հայաստան ենք կերտելու։ Մեր պապերի հողը մենք ենք շինացնելու, հզոր հայրենիք ու Հայաստան ենք կերտելու։
հանդեսը 4 տարի առաջ մեր երեխաները ձեռքերը բռնած անվստահ քայլերով եկան դպրոց, իսկ այսօր ձեր դիմաց կանգնած մի լուսավոր սերունդ, ով խոստանում է, որ տեղի կանգնելու իր երկրին։ Երեխաներ, շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ անչափ, եղեք միշտ խիզախ եւ մի մոռացեք ձեր սկիզբը։ Ձեզ բարի երթ եմ մաղթում դեպի միջին դպրոց, լուսավոր եւ հայանպաստ ապագա կերտելու համար։ Ես էլ եմ շնորհավորում ձեզ, սիրելի աշակերտներ, այսօր ավարտեցիք տարրական դպրոցը, այս տարի յուրահատուկ են մեր չորրորդները ավարտում տարրական դպրոցը, մենք էլ չենք սպասում ինչ-որ քննությունների, միանգամից փոխադրում ենք մեր երեխաներին հիմնական դպրոց, միջին դպրոց։ Շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ, վստահ եմ, որ միջին դպրոցում ձեր այս գիտելիքները կցուցաբերեք եւ մեր բոլոր ուսուցիչները հիացմունքով ձեզ եւս դաս կպարապեն։ Այս ներկայացումը իրոք հուզիչ էր։ Մենք երկար տարիներ փնտրում էինք մեր լավ ապագան տարբեր երկրներում դրսում, բայց ոչ մեր հայրենի հողում։ Ես ուրախ եմ, որ այնպիսի տենդենց է ձևավորվել, որ մենք ուզում ենք մեր արմատները գցել մեր հողում եւ շենացնել մեր հայոց հայրենիքը։ Ուզում եմ ձեզ հորդորեմ ձեր ծնողներին, երբ որ կփորձեն երկրից գնան, անպայման այսօրվա ձեր միջոցառումը հիշեցրեք եւ ասեք, որ դրսում լավ տեղ չկա։ Միայն մեր ապագան մեր հայրենիքում է։ Մնացեք մեր հայրենիքում, շենացրեք մեր երկիրը եւ ձեր նման լավ բալիկները իրոք պետք է մեր հայրենիքը շենացնեն։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզանից, ձեր կատարած դժվար, պատասխանատու աշխատանքից այս 4 տարիների ընթացքում դուք ջերմացրել եք այս բալիկներին, մեծացրել եք, որ այսօր հանձնեք հաջորդ ուսուցիչ, դասավանդող ուսուցիչներին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, հարգելի ծնողներ, հարգելի ուսուցիչներ, այսպիսի լավ սերունդ բարձրանում վերև եւ կցանկանամ, որ եւս մեկ անգամ լինեք մեր կողքին, մեր հետ, մեր բալիկների այդ մեծանալը իրոք տեսնենք։ Շնորհակալություն բոլորիս աշնորհ։ Շատ հարգելի տնօրինություն, մեր ուսուցիչներ, մեր շատ սիրելի Գետադալյան։ Իրականում ես հիմա ինչ խոսքեր փորձեմ գտնել, կարծում եմ ոչ մի խոսք չի կարող արտահայտել այն շնորհակալ լինելու զգացումը, որ մենք ծնողներս ունենք ձեզ, մեր երեխաներին կրթելու, դաստիարակելու, հասցնելու կյանքի որևէ փուլի։ Մենք Գետադալյան շնորհակալ ենք ձեր անսահման համբերության։ Մի քիչ կներեք զգացի համբերության, մեծ սիրո, որ մեր երեխաներին կարողացանք հասցնել այս ձեր սիրով հասցնել այս փուլին։ Միշտ մանկական ժպիտները ձեր կյանքում դինել ու ձեր սաներ բարձունքները ձեր բերումներով միշտ պատահել։ Quiero